Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նյարդաբանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, իրավագետ Արտյոմ Աբրոյանին։ Ողջունում եմ, պարոն Աբրոյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ տրամադրել եք ձեր ժամանակը մեզ։ Ձեր կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ճիշտ է։ Այո։ Facebook-յան էջում, ձեր էջում թողած մի գրառման մեջ այսպիսի տող տեսա ես։ Դուք ասում եք. մեր խորհրդարանին պետք է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, ժողովուրդ ջան, ձեզ պետք է այս կուսակցությունը։ Եվ առաջին հարցս կապված է հենց այս գրառման հետ։ Ով է ձեր ընտրողը, ինչու եք համարում, որ խորհրդարանին պետք է ձեր կուսակցությունը եւ այդ ընտրողին պետք է ձեր կուսակցությունը։ Շնորհակալություն հարցի համար, շատ լավ եւ ճիշտ հարց եք բարձրաձայնում։ Մեր ընտրողը Հայաստանի Հանրապետության հայակենտրոն քաղաքացին է։ Ինչու ընտրել քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, իհարկե կարելի է երկար բացատրել, բայց փորձեմ հնարավորինս հակիրճ եւ հասանելի բացատրել։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը մեր խորհրդարանին պետք է առաջին հերթին որպես խորհրդարանական հանրապետություն մանևրելու եւ ճիշտ քաղաքականություն վարելու համար պետությունը։ Օրինակ այսօր մեր խորհրդարանը իհարկե մեր հայրենակիցները եւ հայակենտրոն, նաեւ գիտակից հիմնականում քաղաքացիները հասկանում են, որ այս խորհրդարանը այս ձևաչափով շատ վտանգավոր է պետության թե կայացման համար, թե ապագայի համար եւ ինչպես որ տեսնում ենք իսկապես մեծ խնդիրներ է առաջացնում։ Ինչը պետք մեր խորհրդարանին։ Մեր խորհրդարանին պետք է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն այս փուլում որպես ընդդիմություն, որպեսզի մենք ընդդիմանանք հանուն ժողովրդի, հանուն պետության, այլ ոչ թե ընդդեմ ժողովրդի, ընդդեմ պետության։ Ինչը մենք այսօր տեսնում ենք ցավոք սրտի այս խորհրդարանում։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը մշակութային իմաստով եւ գաղափարախոսությամբ պատրաստվում է վերադարձնել մեր կապը մեր արմատների հետ, Գրիգոր Լուսավորչի, Տրթատ Թագավորի այդ հզոր կապը։ Եվ սա մշակութային նաեւ հենք ունի այս տեսանկյունից իհարկե։ Եվ այս խորհրդարանը այս հունիսի 7-ի ընտրություններով պայմանավորված, եթե մենք անցնենք խորհրդարան, նաև կներկայացնենք ոչ միայն այս մշակութային կապը, կապենք որպես իրական ընդդիմություն, նաև մենք կներկայացնենք մի լուրջ ռազմավարություն պետության համար, քաղաքագիտական իմաստով եւ գիտությունների նաեւ իմաստով, որտեղ մենք առաջարկում ենք գիտարդյունաբերական պետություն, սեփական հիմքի վրա պայմանավորված, ինչը նաեւ մեծ հետաքրքրություն է առաջացնելու, եթե մենք այս գործընթացը սկսենք, որովհետեւ մենք պետք է հետաքրքրություն առաջացնենք նաեւ մեր գիտությամբ, որի բնական ներուժը մենք իհարկե ունենք։ Եվ թե գույնավոր մետալուրգիայի, որը մեզ կտա այդ տեխնոլոգիաների այդ հնարավորությունը, եւ թե գիտական ներուժը իհարկե։ Մենք ունենք մեր կուսակցությունում գիտնականների ներկայություն, թե տեխնացիան տեսքով եւ թե աջակցության նաեւ տեսքով, քվանտային ֆիզիկայի մասնագետներ ունենք շատ լուրջ եւ ֆիզիկայի նաեւ ոլորտի մասնագետներ ունենք, ինչը շատ ուժեղ կերպար է հաղորդելու մեր խորհրդարանին եւ գործնական իմաստով, ինչպես նաեւ պարոն Լևոն Շինյանի քաղաքագիտության դոկտոր այս իր քաղաքագիտական ռազմավարություն, ինչը համակարգելու է այս ամեն ինչը եւ շատ պրոֆեսիոնալ խորհրդարան կարող ենք ունենալ, կրկնեմ եւս մեկ անգամ, որպեսզի մենք ընդդիմանանք հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը հանուն եւ հանուն ժողովրդի, այլ ոչ թե ընդդիմանանք ընդդեմ ժողովրդի եւ մեր պետության։ 2-3 հետաքրքիր ձևակերպումներ դուրս բերեցին։ Նախ ասացիք, մենք կլինենք իրական ընդդիմություն խորհրդարանում։ Դա լուրջ խնդիր է։ Ինչ է նշանակում իրական ընդդիմություն, ինչ է նշանակում պարզապես ընդդիմություն, իսկ դուք ասում եք չէ, այն ինչ այսօր կա երևի թե խորհրդարանում, դա ընդդիմություն չէ, մենք կլինենք իրական ընդդիմություն։ Եկեք դրա մասին խոսենք եւ ոչ միայն խորհրդարանում ներկայացված, ընդհանրապես շատերը ասում են այսօրվա Հայաստանի ընդդիմություն չէ եւ այլն։ Ինչ ասել է իրական ընդդիմությունը։ Այո, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Իրական ընդդիմությունը դա, ինչպես նշեցի, ռևանշիզմը չէ, ինչը որ մենք ունենք խորհրդարանում։ Երբ որ
ընդդիմություն ենք մենք խոսում ենք ընդդիմության մասին, այստեղ մի թյուր ըմբռնում կա կամ կարծիք, որը ներառվել է տարիների ընթացքում հասարակության եւ նաեւ գիտակցության մեջ ցավոք սրտի։ Ընդդիմությունը դա քաղաքական տվյալ ուժին բսկտելու համար չի։ Ընդդիմությունը նրա համար չի, որ դու խորհրդարանում հայտնվես եւ բոլոր հայակենտրոն կամ ոչ հայակենտրոն, այսինքն նշանակություն չդնես այդ երկու տարբերությունը չհասկանաս եւ անընդհատ բսկտես այդ լավ ծրագրերին թեկուզ եւ ինչը որ մենք տեսնում ենք խորհրդարանում։ Առաջինը դա այն է, որ այդպիսի ինստիտուտ ընդդիմությունը չի ներկայացնում իրենից բնույթի առումով։ Եվ մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք խորհրդարանում աշխատել այն բոլոր լավ ծրագրերի շուրջ եւ ընդդիմության հենց բնույթը դրանում է աշխատել այն բոլոր ծրագրերի շուրջ, որը հայակենտրոն է, հայանպաստ է եւ աջակցել այդ ծրագրերին, ինչպես նաեւ մեր ծրագրերով մենք հանդես կգանք եւ սա կլինի խորհրդարանում կոնսենսուսային ձևով աշխատանք, որը ի նպաստ է մեր հայրենակիցներին եւ մեր պետության համար, այլ ոչ թե արբանյակային սատելիտային ուժեր, որոնք չգիտես թե ինչու անընդհատ Հայաստանի ուրեմն հայակենտրոն, հայանպաստ օրենքներին նախագծեր միջդեմ են խոսում եւ անհասկանալի այս պահվածքը, սա ընդդիմության ինստիտուտ չէ, այսինքն ընդդիմությունը ունի ինստիտուտ, ունի բնույթ եւ իրենք այդ բնույթից դուրս են։ Սա է ամբողջ տարբերությունը, որ ցավոք սրտի, որ մենք ունենք խորհրդարանում։ Տեսեք, դուք ասում եք հայանպաստ պետք է լինի մեր գործունեությունը եւ ասացիք կան ուժեր, որոնք սատելիտ են։ Իսկ գուցե հենց ուժերը սատելիտ լինելու մեջ են տեսնում հայանպաստությունը։ Ասում են, այ տեսեք, մենք երաշխավորի խնդիր ունենք, Ռուսաստանը լավ երաշխավոր է, դա հայանպաստ է։ Մյուսը ասում է, չէ, գիտեք ինչ, այս ինչ ուղղությունն է հայանպաստ, էլի, նրանք հայանպաստության մասին են խոսում։ Մեկը մյուսին ինչի մեջ է հիմնական մեր իրար վարկաբեկելու եւ վիրավորելու թեմաներից ամենակարևորը, բացի կոռուպցիան, որ իրար մեղադրում են դու ես կաշառակերը, մյուսը դու սրա ծառան ես, դու նրա ծառան ես, բայց դու հակապետական ես, չէ դու ես հակապետականը։ Այսինքն ով որ ասում է դու հակապետական ես, ինքը համարում է, որ ինքը հայանպաստ է իր տեսակետը, եւ այն մյուսն էլ հակառակ դիրքեր, հակառակ ուղղությամբ տանող երկիրը տեսնող, երկրի ճանապարհը տեսնող ուժեր հայանպաստության մեջ են, այսպես ասած, մրցակցում։ Դա ճակերտներում հայանպաստության մասինը ճակերտություն է, ճակերտների մեջ է, որովհետև մենք այդպես էլ չենք հասկանում, որն է հայանպաստը, ինչն է հայանպաստը, սատելիտ լինելը։ Իհարկե ոչ, տեսեք, ընդհանրապես մենք պետք է տարբերենք, թե հայանպաստ լինելը այդ շրջանակի համար եւ ընդհանրապես շատ են չէ խոսում միասնություն, միասին եւ այլն, չէ։ Մենք պետք է հասկանանք ինչի նկատի ունեն առհասարակ այդ մարդիկ։ Իրենք նկատի ունեն իմ գնահատմամբ եւ շատ մեր հայրենակիցների գնահատմամբ համոզված եմ, իրենք նկատի ունեն միասնականությունը եւ իրենց պատկերացրած այդ հայակենտրոնությունը, ինչպես որ իրենք պատկերացնում են, օրինակ, իրենց թայֆի շուրջ։ Այսինքն իրենք պատկերացնում են իրենց բիզնեսի շուրջ, իրենց բարիքների շուրջ, իրենց գրպանի շուրջ, որովհետև այստեղ հարցը շատ պարզ է։ Կա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություն, կա շատ պարզ իրավիճակ, որի մեջ հայտնվել է Հայաստանը, եւ այդ իրավիճակից կա շատ պարզ մի ելք։ Երբ որ մենք խոսում ենք այդ ելքերի մասին եւ տեսել ենք ինչպիսի աշխատանք է կատարվում, այդ ելքերը դա դիվերսիֆիկացված հարաբերություններն են, բազմաբևեր հարաբերություններն են, որը բնականաբար տալիս է մեծ հնարավորություն եւ պոտենցիալ ցանկացած խնդիրների պարագայում հայտնվելու եւ մանևրելու համար։ Այս մարդիկ մեզ կապում են մեկ ուղղությամբ եւ կապում են այնպիսի ուղղության հետ, այնպիսի մեկ ուղղության հետ, որը արդեն բազմիցս ապացուցել է իր հակահայաստանյան որոշումները, դիրքորոշումները, հակապետական եւ ընդհանրապես չի ցանկանում մեր անկախությունը, այդ պետությունը։ Եվ հարց է առաջանում, որն է միասնության կամ այդ իրենց ասած Հայաստանի Հանրապետության մասին մտածելու իրենց նման որոշումը։ Իհարկե դա խայտառակություն է։
կպնել մի կետի, որը անընդհատ քեզ բզկտել է եւ ոչնչացրել է։ Մի օրինակ բերեմ, տեսեք, ասում են ուժեղ Հայաստան։ Նոր ինչ-որ քաղաքական ձևաչափ է մտել մեր քաղաքական դաշտում։ Իհարկե, այդպիսի կուսակցությունների անվանումներ, այսպես դարակներում, որ բացում ենք ամեն տարի, երևի թե մոտավոր կամ ամեն ամիս կհանենք նոր քաղաքական ուժերի անվանումներ։ Որտեղից են այդ անվանումները, ինչ ձևակերպում է, ինչ է, գիտեք ինչ է, ինչի մասին է այս ամեն ինչը խոսում։ Խոսում է նրա մասին, որ ուղղորդված ուժեր են իրենք։ Օրինակ ուժեղ Հայաստան հարց է առաջանում, երբ որ պետք էր, որ դուք օգնեիք Արցախին, դուք այդ ժամանակ լռում էիք։ Գործնական փուլում, երբ որ գործը ընթանում էր, բլոկադայի մեջ էր Արցախահայությունը եւ իրենց սիրելի Ռուսաստանը, այդ պետությունը, ում վրա միշտ հակված են այդ ուժերը, այս պարագայում նաև ուժեղ Հայաստանը, բլոկադայի էլ ենթարկել իր իսկ տիրապետության տակ գտնվող եւ պայմանագրով այդ միջանցքը։ Ռուսաստանը բնականաբար, եթե մենք ուշադիր տեսնենք, որ զորախումբներ գտնվում այդ միջանցքի վրա, ոչ հայկական, ոչ ամերիկյան, ոչ ինչ-որ, չգիտեմ, եվրոպական, ոչ մի ուժ, ռուսական ուժերն էին եւ կրկնում եմ, նրանք ստորագրել էին, որ պետք է այդ միջանցքի ազատ ելքումուտքը ապահովեն, բայց չապահովեցին։ Այստեղ հարց է առաջանում, ինչու գնացի այդքան հետ։ Երբ որ դուք ասում եք ուժեղ Հայաստան եւ դուք պատկերացնում եք, որ այդ մեր անվտանգություն ապահովող երկիրը այդ երկիրն է, ով մեզ բլոկադայի ենթարկեց Արցախում։ Հարց է առաջանում, ինչպես եք դուք դա պատկերացնում։ Այսինքն ուժեղ Հայաստանը պատկերացնում եք Սյունիքի բլոկադայով հավանական, թե Հայաստանի գուբերնիայով եք պատկերացնում ուժեղ Հայաստան։ Դա մեր ընկալման մեջ չի մտնում, որովհետև այստեղ հարց է նաև առաջանում։ Դուք Արցախի բլոկադայի ժամանակ պետք է հարցնեք կամ գոնե պատասխանեք, եթե գիտեք այդ պատասխանի, նկատի ունեմ այդ ռևանշիստներին, ինչու չէր բացում բլոկադայից Ռուսաստանը Արցախի այդ միջանցքը։ Չէր կարող, թե չէր ուզում։ Հարց է առաջանում, երկու տարբերակ կա, կամ չէր կարող, կամ չէր ուզում։ Եթե չէր ուզում, ուրեմն չի կարող, չէ՞, պարագայում ինքը լինել մեր բարեկամ պետությունը։ Եթե չէր կարող, ուրեմն անզոր պետությունը, չէ՞։ Հետևաբար ո՞րն է ձեր ուժեղ Հայաստանի արտաքին քաղաքական այդ առաջարկները կամ ընդհանրապես ռևանշիստ ուժերի առաջարկները, երբ որ մենք տեսնում ենք, որ մի կետից կախվելը նախ դա տգիտություն է, երկրորդը պետք է հասկանանք ո՞րն է այդ մի կետը։ Եվ ցույց տվեք ինձ զարգացած պետությունների ցանկ, ովքեր բազմաբևեռ քաղաքականություն չեն վարում։ Բոլորն էլ վարում են եւ բոլորն էլ այս արդյունքում շահում են։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ դուք ընթերցում եք կամ ընկալում եք ուժեղ Հայաստան հասկացողության այդ ուժեղությունը, նրանք կապում են Ռուսաստանի Դաշնության հետ, նրանց ուժը Ռուսաստանի Դաշնությունն է։ Իրենք են կապում այդ ուժի հետ, ինչը ես մեկնաբանում եմ։ Իրենք են կապում եւ Պուտինն է նաեւ կապում։ Իր հայտարարության մեջ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Ես չեմ հիշում մի հանդիպում այդ ձևաչափով, որ մի երկրի ղեկավար հավանաբար գիտակցել է, որ այստեղ շատ բարդ իրավիճակում են հայտնվել ուրեմն ռուսա մեծ ուժերը եւ այդպիսի մի արձագանքով, մի ելույթով փորձեց աջակցություն ցուցաբերել։ Կարծում եք աջակցությունն էր դա։ Դա եւ նպատակը ո՞րն էր Պուտինի։ Ես դիտարկում եմ այս նպատակը հետեւյալն էր, եւ աջակցություն էր, եւ Հայաստանի ներքին գործերին խառնվելու ուղիղ փորձեր, եւ ընդհանրապես ես այս 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունները Ռուսաստանի ուրեմն դիրքորոշումը համարում եմ պատերազմի ձևով խառնվել Հայաստանի ընտրություններին։ Սա եւս պատերազմի մի ձև է, որովհետեւ պատերազմը միայն ռազմական գործողությամբ չի լինում։ Լինում է մշակութային պատերազմ, soft power, այսինքն լինում է տնտեսական պատերազմ, եւ սա մի նոր պատերազմի ձև է, որովհետեւ երկրի ղեկավարը հայտարարում է մեկ այլ երկրի ղեկավարին իբրև տեղյակ չլինելով, որ կա սահմանադրական նման սահմանափակում իհարկե, եւ մարդը ասում է պետք է թույլ տաք։ Այսինքն դա նշանակում է ուղիղ միջամտություն եւ սպառնալիք մի կողմից եւ նաեւ աջակցություն եւ նաեւ կոորդինացնում է ռուսամետ ուժերի տեղը։ Կոորդինացնում է եւ բացահայտում է ովքեր են այդ ռուսամետ ուժերը։ Հիմա դա ինքը արեց միտումնավոր թե երկմիտ, ես չգիտեմ, թե
Բայց սա Փաստացի ինչ տեղի ունեցավ ձեր գնահատականը, երբ մի երկրի ղեկավար, տվյալ դեպքում Ռուսաստանի նման երկրի ղեկավար, ասում է, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ պետք է Ռուսաստանի շահերը հաշվի առնվեն եւ պաշտպանվեն։ Դուք դա համարում եք հիբրիդային պատերազմ կամ հիբրիդային անունը չեք տալիս, ասում եք ընդհանրապես սա նոր տիպի պատերազմի դրսևորում է, սա է ձեր գնահատականը։ Նաև հիբրիդային կարող ենք համարել, իհարկե նաև այդ տեսանկյունից կարող ենք դիտարկել եւ ընդունել, բայց պատերազմը մնում է պատերազմ։ Դուք համարում եք, որ Պուտինը իր հայտարարությամբ հայտարարեց, որ պատերազմ է վարում Հայաստանի տարածքում, նման Հայաստանի դեմ։ Այո, ընտրության ուրեմն միջոցով պատերազմը հայտարարում Հայաստանի դեմ, որովհետև Հայաստանի ինքնիշխանությունը դա բացարձակ արժեք է, եւ երբ որ մի այլ պետության ղեկավար խառնվում է նման կարևորագույն ուրեմն պետական հարցերի մեջ, դա ինչը եթե ոչ նման ձևաչափում հայտարարված պատերազմ եւ ինչպես որ 300 տարի հայտարարել են մեծ պատերազմ օրինակ Օվերչուկը հիշեցնում է 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին տեսեք իրենց ինչ ձեռք է տալիս ինչ որ իրենց շահերից է դրա մասին խոսում են ինչքան ժամանակ է հետ գնում չէ եւ ինչ է ասում հավասարակշռությունը խախտվել է սա ինչ է եթե ոչ պատերազմ այսինքն նա հիշեցնում է մի ժամանակաշրջանի մասին, երբ պատերազմ է տեղի ունեցել եւ իդեպ մենք այդ պատերազմը ինչպես միշտ չենք շահել։ Եթե մենք գնում ենք իրական արխիվային պատմության հետևից։ Եվ ես ուզում եմ Օվերչուկին մի պատասխան տալ, իհարկե։ Իսկ ինչ եթե այդպիսի արագությամբ, որ դուք գնում եք պատմության էջեր եք թերթում, իսկ ինչ եթե մենք գնանք դեպի Արտաշեսյան դինաստիա հասնենք։ Ուժ ունեք, կարողանում եք գնալ, չեք գնում։ Հարցնում եք քեզ Ռուսաստանը։ Տեսեք, այստեղ ուժը Նա հեգնում է, նա միշտ ասում է դու ուժ ունես գնալու եւ չես անում, չունես ուժ ասում է նա։ Այո, ես էլ հեգնում եմ պատմությունը հիշեցնելով, որ երբ որ մենք ունեինք նման հզոր դինաստիա, դուք իրենք այդ ժամանակ քաղաքական աղբանոցում էին, բայց մենք խոսում ենք այսօր եւ հիմա։ Իրենք էլ խոսում են 1828 թվականից, որի այդ իրենց վարած այդ քաղաքականության մասով եմ ես ընդգծում, եթե այդպես հետ գնանք, մենք էլ հետ կգնանք Արտաշես թագավոր, եւ իրենք այդ ժամանակ կհայտնվեն քաղաքական աղբանոցում եւ ընդհանրապես այդ ժամանակ իրենք պետությունը չեն ունեցել։ Նա ասում է շնորհիվ ունես դու դա։ Նա ինչու է հիշացնում Թուրքմենչայը։ Ոչ, ես էլ ասում եմ մեր շնորհիվ իրենք ունեն այնպիսի պատերազմներ, որ մեզ մանրադրամ սարկած, մեզ մանրադրամի տեղ դրած միշտ մեր հաշվին, մեր զոհերի հաշվին իրենք հաղթել են կամ լուծել են այլ մի եղիր մանրադրամ ուժ ունեցիր, մի եղիր մանրադրամ։ Եվ ինչը որ մենք այսօր անում ենք, դիվերսիֆիկացված մեր հարաբերություններով։ Տեսեք, եւ ինչի համար նրանք անհանգիստ են։ Ինչքան մենք հանգիստ ենք, նրանք այդքանով անհանգիստ են։ Սա է պարզ քաղաքական։ Այսինքն մենք հիմա փորձ ենք անում կրկին անգամ չլինել մանրադրամ, ոչ թե փորձ ենք ել այդ տրամաբանությունից եւ այդ սովորությունից Ռուսաստանին ունենալ մեզ եւ օգտագործել մեզ որպես մանրադրամ, Հայաստանը այս պահին փորձ է անում փոխվել դրանից։ Միանշանակ եւ ես կարող եմ հաստատել, որ գործընթացը շատ լավ է ընթանում եւ այդ իսկ պատճառով պայմանավորված է իրենց կողմից անհանգստությունը։ Դուք պատկերացնում եք, ես կրկնեմ եւս մեկ անգամ, չեմ տեսել համաշխարհային պատմության մեջ մի նման իրավիճակ, որ այդպիսի հանդիպման ձևաչափում փակ դռների հետևի գոնե արժանի այդպիսի ձևաչափը հանրային ձևաչափով խոսակցություն անի իհարկե փակ դռների հետևին այո բերել հա նման ձևաչափով սա ցույց է տալիս ուղիղ իրենց անհանգստությունը մենք ինչքանով հանգիստ ենք նրանք այդքանով անհանգիստ են դա ակնհայտ է եւ Սյունիքի մասով տեսեք ասում են մենք դիտարկում ենք հարցը որ թրիփ ճանապարհում ունենանք մասնակցություն տեսեք հարցը ինչու՞մն է ես էլ ունեմ իրենց հարց տալու օրինակ Մենք էլ դիտարկում ենք նույն ձևաչափում, որ ունենանք մասնակցություն, քանի որ դաշնակից ենք, ինչպես իրենք են, չէ՞ նշում։ Մենք էլ ունենանք մասնակցություն ձեր գազի առևտրի հետ կապված այլ պետությունների հետ։ Մենք էլ չունենք սահման, դուք էլ չունեք սահման, չէ՞ իրականում։ Հիմա ինչու եք դուք մտածում, որ դուք պետք է թրիփում լինեք, մենք չլինենք օրինակ գազի առևտրի մեջ ինչ-որ մեկ այլ պետության հետ, որ դուք անում եք։ Օրինակ, ինչու պետքա չլինենք։ Այսինքն ինչու Փաշինյանը չի հակադարձում, որ մենք էլ մեր Հայաստանի շահերն էլ պետք է պաշտպանվեն Ռուսաստանում, հա օրինակ, եթե դուք հայելայինն եք դիտարկում։ Դուք համարում եք, որ հայելային այստեղ շատ դիտարկիր հարց եք բարձրաձայնում, հենց նաև դրա համար է պետք խորհրդարանական հանրապետությանը նման ընդդիմություն, որպեսզի երկրի ղեկավարը, որ
կան հարցեր, որպես երկրի ղեկավար ճիշտ դիտարկենք եւ իրատեսորեն լինենք, կան հարցեր, որոնց շուրջ պետք է երկրի ղեկավարը շատ զգուշորեն մոտիկանալ։ Եվ եթե կան հարցեր, որ գոնե պետք է պետությունը պատասխանի, դա թող անի ընդդիմությունը։ Սա է նաեւ խորհրդանական ընդդիմության, ես որ ասում եմ մանևրել, նաեւ Բայց մեզ մոտ չեղավ այդպիսի ընդդիմություն։ Ինչի համար ես կոչ եմ անում, եթե կարելի է իհարկե, եթե իրավունք ունեմ այս ձևաչափում, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում անպայման անցնի քրիստոնյա ժողովրդարական կուսակցությունը որպես իրական ընդդիմություն։ Այո, օրինակը շատ լավ բերվեց, որպեսզի կարողանանք մանևրել արտաքին քաղաքականության մեջ, ամեն ինչ, որ երկրի վարչապետը կարող է ասել։ Եվ մենք կարող ենք դա ասել։ Այստեղից եկանք մեկ այլ հարցի, ինչով այնուամենայնիվ պետք է զբաղվի պատգամավորը խորհրդարանում, ինչով պատգամավորները պետք է զբաղվեն իրականում եւ արդյոք մեր պատգամավորները դրանով են զբաղվում, ինչով որ պետք է զբաղվեն։ Դուք հպանցիկ ասացիք, որ պատգամավորները զբաղված են նրանով, որ քարկոծեն ցանկացած լավ, վատ, դրական, հայանպաստ, ոչ հայանպաստ, կապ չունի։ Նրանք համարում են, որ եթե իրանք ընդդիմադիր են, խոսքը գնում է ոչ միայն ընդդիմադիրների մասին, նաև իշխանամետ, իշխանություն ներկայացնող, հա, պատգամավորները։ Մի խոսքով ինչով են զբաղված պատգամավորները այսօր, գուցե ամեն ինչ ճիշտ է, դուք ասում եք հենց նրանով ինչով որ պետք է զբաղվեն, կամ հակառակը ասում եք ոչ, նրանք կոչված են լրիվ այլ գործունեություն վարելու այնտեղ։ Այո։ Ուրեմն պատգամավորը պետք է զբաղվի սոցիալական անվտանգության եւ ճակերտները եթե բացենք իհարկե շատ բազմաճյուղ բանկ ստանանք։ Դե 1000 ունի հանձնաժողովներ են լինում տարբեր ուղղություններով։ Պատգամավորները պետք է զբաղվեն այս կռիվների ազգային ժողովին ոչ վայել, ինչը որ մենք տեսնում ենք, հա, այլ զբաղվեն ծրագրերի եւ պետությունը զարգացնելու ծրագրերի մշակմամբ։ Ես ուզում եմ որ դա կոչվում է օրենք կներեք, իրենք օրենսդիր են։ Օրենք պետք է գրեն։ Օրենք պետք է գրեն, այո, այլ ոչ թե կառավարությունը գրի օրենք, իրենք այդ օրենքը հաստատեն, քննարկեն, ոչ թե իրար, այո, ոչ թե շշերով իրար խփեն, իրար հայոյեն եւ ընդհանրապես դրամատիկական թատրոն ցույց տան, թե մենք հեսա կկտրենք դևերի գլուխը, դևերը մեզ կուտեն, ինչքան կարելի է։ Մեզ այս խորհրդարանը պետք չի։ Մեզ պետք է խորհրդարան, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուրեմն կսպասի, թե երբ կգա այդ ժամը, որ խորհրդարանական նիստ լինի եւ մենք տեսնենք ինչ նոր նախագծեր են մշակելու եւ ինչ նոր ուրեմն որոշումներ են կայացնելու մեր կյանքը բարելավելու համար։ Մեզ պետք է մի խորհրդարան, որ կստեղծի մի պետություն, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր անձնագիրը ցանկացած աշխարհի անցակետում ներկայացնելիս հպարտություն կզգա։ Մեզ պետք չի այսպիսի խորհրդարան, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուղղակի անտեսված է իր խնդիրների մեջ, իսկ խորհրդարանում մարդիկ ստանալով, չգիտես թե ինչի համար, միգուցե եւ կռվի, վեճի, հայոյանքի համար, պետ բյուջեից աշխատավարձ եւ մենք նույն տեղում ներողություն դոմփալով պետություն իբրև կառուցենք։ Այսպես չի լինում։ Դրա համար պետք է ընտրել քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն գոնե որպես ընդդիմություն եւ ինչու քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն քրիստոնեական արժե համակարգի մեջ ենք մենք դիտարկում մեր պետության կառուցվածքը, ժողովրդի եւ պետության միջև հարաբերությունը։ Ուրեմն այժմ գովազդ կհայտարարենք եթերում, որից հետո մենք երկու հարց կքննարկենք, ինչպիսի Հայաստան է տեսնում քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը, ինչպիսին պետք է լինի, որոնք են հիմնակարերը, հիմնասյունները Հայաստանի, եւ երկրորդ հարցն էլ հիմա բարձրացնեմ։ Ես չեմ բացառում, որ այն падգամավորները, որոնք այսօր ներկայացված են ազգային ժողովում, եթե մինչ ազգային ժողով լինելը, նրանք էլ շատ ճիշտ կարգախոսներով հանդես կգային, շատ իսկապես սրտացավ կմոտենային այս կամ այն հարցին, հետո նրանք հայտնվում են իշխանության մեջ կամ հայտնվում են ազգային ժողովում որպես падգամավոր, ստանում են ինչ ուրեմն կոչումներ եւ պաշտոններ եւ մոռանում են այդ ամենի մասին, այսպես հորձանուտը եւ հոսանքը նրանց ստանում է։ Ինչով եք դուք երաշխավորված, որպեսզի դուք չդառնաք այդպիսին մեկ այլ մարդ, բայց այդպիսինը։ Ինչն է կարծում եք դուք ձեզ պաշտպանելու, որպեսզի դուք չդավաճանեք ինքներդ ձեզ առաջին հերթին։ Գովազդ է եթերում, սիրելի հայրենակիցներ,
կշարունակենք զրույցը պարոն Աբրոյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այս սենսացիան է սա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Արտյոմ Աբրոյանի հետ, Քրիստոնյա ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ։ Պարոն Աբրոյան, երկրորդ հարցից եմ ուզում սկսել։ Այդ դևի հայտնի պատմությունն է։ Շատ ազնիվ պատանի գնում է, որ հաղթում է դևին, եւ հետո մի ժամանակ հետո տեսնում ենք այդ մարդը չի դուրս գալի եւ նոր դև է։ Ինչպես անել, որ պաշտոնը չփչացնի մարդուն։ Հենց այդպես եմ հարցը դնում, չփչացնի, չփոխի այդ մարդուն։ Ես համոզված եմ, որ մարդը իրականում այնպիսին ինչպիսին որ կա, այդպիսին է։
կարող է ձևացնել, բայց մարդը նման հասուն տարիքում չի կարող փչանալ, ինքը արդեն իսկ փչացված է լինում, ես այդպես եմ կարծում։ Եվ երբ որ մտնում են խորհրդարան կամ պաշտոն են ստանձնում, իշխանություն են ձեռք բերում, թե իբրև իշխանություն է փոխում մարդու, դա այդպես չի։ Իրականում իրենք արդեն իսկ այդպիսին են եղել, պարզապես խաղացել են մի շատ լավ թատրոն, ինչը նաև բնորոշ է քաղաքական գործիչների համար, բայց ոչ բոլոր, եւ սկսվում է այդտեղ արդեն բացվել իրենց դեմքը, որովհետև գայթակղությունը նաև միտեղ իր աշխատանքն է կատարում եւ այն իրական կերպարը, որը իրենք ունեն, իրենք այդ կերպարը արդեն չեն կարող թաքցնել։ Սա իգիտություն այն, որ ոչ թե պաշտոնն է փոխում մարդու, այլ մարդը ի սկզբանե կամ արքետիպային մեր պարագայում, օրինակ քրիստոնյա ժողովրդական կուսակցության արքետիպային հայ է կամ հայ չի։ Հետաքրքիր բան ասել, արքետիպային հայ է։ Այո, եթե մենք խոսենք, ես իրավունք ունեմ խոսել մեր քաղաքական ուժի եւ իմ անձնական նաեւ կարծիքը, հա, մեկնաբանել այս հարցում, այո, մեր քաղաքական ուժը արքետիպային հայկական ուժ է, հայաստանակենտրոն ուժ է, եւ այս պատճառով է կոչվում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն։ Եվ եթե քրիստոնեության իրական քրիստոնեության մասին պատկերացում ունեցող մարդիկ ոչ թե եթե այլ մարդիկ, որոնք ունեն այդ պատկերացումը, միանշանակ կհասկանան, թե քրիստոնեական արժեհամակարգ ունեցող քաղաքական ուժը ինչպիսի պատկերացումներով է գալիս իշխանության եւ իր գործողություններով։ Սա, ինչպես քիչ առաջ նշեցի, քրիստոնեական արժեհամակարգը դա այդ շրջագծում է պատկերացնում հարաբերությունը պետության եւ ժողովրդի միջև արդարության սկզբունքով, երբ որ ասում ենք արդարություն, ինչի մասին է խոսքը գնում։ Մի քաղաքական ուժի համար արդարությունը կարող է լինել կամ արդար է սեփական գրպանը լցնելու, սեփական շահերը սպասարկելու կամ ուղղակի ագենտ լինելու։ Մեր պես արքետիպային քաղաքական ուժի եւ հայի համար արդարությունը դա քրիստոնեական արժեհամակարգի սկզբունքները ճանաչելն է, որտեղ այդտեղ է արդարության սկզբունքը։ Եվ քաղաքականության մեջ նաև մենք այդ ամբողջը կիրառելու ենք բոլոր իմաստերով։ Սա ցույց է տալիս նաև հետևյալը, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը արդարացի է համարում ստեղծել հզոր Հայաստան, արդարացի է համարում պահել Հայաստանի անկախությունը որպես բացարձակ արժեք։ Սա է արդարությունը։ Արդարությունը սոցիալական կյանքի, մեր քաղաքացիների կյանքի բարեփոխումների իմ առաջին հարցին եք պատասխանում, ինչպիսի Հայաստան է տեսնում քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը կամ կառուցելու, եթե գա ազգային ժողով։ Այո, մենք կառուցելու ենք, այո, շնորհակալություն, մենք կառուցելու ենք նման Հայաստան։ Շարունակեմ միտքը։ Մենք քաղաքականության մեջ քաղաքագիտությունը կարևորում ենք որպես համակարգող ուժ գիտությանը։ Իսկ գիտությունը պետք է պետության զարգացման համար։ Ինչով էլ պայմանավորված է մեր քրիստոնյա ժողովրդավարական ուժի թե տեխնացուների եւ թե աջակցող ուրեմն անձած ներկայությունը։ Եվ միայն այսպես կարելի է ստեղծել հզոր պետություն, սեփական հիմքի վրա գիտարդյունաբերություն, որտեղ մենք ունենք մեծ պոտենցիալ։ Բայց այդտեղ կարևոր մի հարց կա, որ պետք է ընդգծեմ։ Իհարկե բոլոր կուսակցությունները խոսում են, որ կգանք լավ կլինի։ Անգիրարած բոլորն էլ նույն բանն են խոսում։ Եվ այստեղ կարող է հարց առաջանալ, իսկ մենք արդյոք դա կիրագործենք։ Իհարկե մենք դա կիրագործենք։ Մենք դա կիրագործենք, գոնե պետք է մեզ վստահեն մեր քաղաքացիները այն իմաստով, որ մենք մաքուր ենք։ Մենք չունենք որևիցե այնպիսի քաղաքական չգիտեմ, անցած ճանապարհ, որի համար մեզ կարող են ուղղակի օբյեկտիվ հա դիտարկենք հարցը, մեզ կարող են հարց տալ, բա դուք էս եք կամ են եք։ Բայց մենք մրցակցում ենք մի այնպիսի քաղաքական ուժերի դեմ, որոնք ես չեմ ասում, երկրի ղեկավարն է ասում, չէ՞, ագենտներ են, հա, թալանչիներ են եւ այդպես շարունակ եւ քրեական օրենսգրքի որոշակի կետերով անցնում են։ Հետևաբար, երբ որ հարց է առաջանում ինչու մեզ հավատան, թող դնեն մեր ձայն տվողները, անցկացնեն համեմատություն եւ կատարեն ճիշտ ընտրություն։ Իսկ մենք միանշանակ այն արքետիպային իմաստը, որ ես ասում եմ քրիստոնյա ժողովրդական կուսակցության եւ մեր տեսակով, մենք այն ենք ինչ կանք։ Եվ մենք միշտ եղել ենք ժողովրդի հետ, ինչպես
Եթե տեղյակ եք, մենք յուրաքանչյուր շաբաթ 5 տարի շարունակ եւ ավել, թե չսխալվեմ, միշտ գնացել ենք գյուղեր, քաղաքներ, միշտ եղել ենք ժողովրդի կողքին։ Մեզ անգամ հարց էին տալիս, սա քարոզարշավ է, ասում ենք ոչ, սա նորմալ քաղաքական գործ չի կամ կուսակցության քաղաքական ուժի գործելավոճ է լինել ժողովրդի կողքին, խոսել քաղաքացու հետ եւ հասկանալ խնդիրները, ոչ թե ընտրությունից ընտրություն հիշել եւ մտնել քաղաքական թատերաբեմի այդ ձևաչափի մեջ։ Մենք եւ մեզ իհարկե ճանաչում են Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ, եթե ոչ բոլորը, որտեղ մենք եւ ուրեմն այս ձևաչափով, հա, եւ իրականում հանդիպել ենք ժողովրդի հետ եւ կատարել ենք շատ լավ աշխատանք։ Արտախորհրդանական ուժ լինելով արդեն իսկ կատարել ենք շատ լավ աշխատանք։ Օրինակ մենք մեր կուսակցության ղեկավարի գլխավորությամբ մենք հանդիպումներ ենք ունեցել դեսպանների հետ, զենքի, նաև հարցով էինք մտածում եւ քաղաքականություն վարում, թե ինչպես կարելի է եւ ինչ քաղաքականություն կարելի է վարել, որպեսզի զենքերը ստանալ այդ բարդ իրավիճակում, այսինքն մենք կատարել ենք իրականում ավելի իրական ընդդիմությանը համապատասխանող քաղաքականություն լինելով արտախորհրդանական ուժ, քան էլ չասեմ, այլ բացարձակապես այդ ուժը, որը գտնվում է խորհրդարանում, հակառակն էր անում։ Այսինքն տարբերությունը սրանումն է գոնե։ Բարի, ձեր քաղաքական ուժը սկսում է գործել, բայց դիվանագիտական խնդիրների հետ է կամ այլ երկրների հետ հարաբերությունների, մասնավորապես Ռուսաստանի հետ չի կարողանում լեզու գտնել։ Տեսեք, Ռուսաստանը շատ այժմ հայ-ռուսական հարաբերությունները մի նոր փուլում էին։ Նախ կարող եք գնահատական տալ, ինչ փուլեր ենք անցել հայ-ռուսական հարաբերություններում այս վերջին, ինչքան ասեմ, 5 տարին ասեմ, լավ, 20 թվականից սկսած, ինչպես կգնահատեք այսօրվա փուլը եւ ինչպես կկարողանաք իրագործել այն ամենը, ինչ դուք ասում եք, եթե Ռուսաստանի կողմից տեսեք, Ռուսաստանը մեզ ինչքան սպառնալիքներով սպառնաց մեզ։ Եթե նա սկսի իրագործել այդ սպառնալիքները եւ ձեզ կասի դուք ոչ մի բան ձեր նպատակներին հասնելու համար չեք կարող անել։ Եվ այսպես գնահատականը հայ-ռուսական հարաբերությունների եւ ինչպես եք դիմակայելու այն ամենին, այն բոլոր սպառնալիքներին, որոնց մասին խոսեց Ռուսաստանը վերջին այս մի շաբաթվա ընթացքում։ Ռուսաստանը թույլ տվեք հիշեցնեմ, որ միշտ է խոսել այս ձևաչափով, միշտ է սպառնացել եւ գնալով սպառնալիքները ուղղակի ավելի է մեծացնում, ճնշումը փորձում է ավելի մեծացնել եւ դա նորմալ է եւ դա նաեւ սպասելի էր։ Ես գնահատականը կտամ այսպես. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը գնում է դիվերսիֆիկացված ճանապարհով, բազմաբևեր քաղաքականություն է վարում եւ դա է մեր հնարավորությունը եւ միակ չասեմ, բայց ամենակարևոր հնարավորություններից մեկը դիմակայել Ռուսաստանի ճնշումներին, որովհետեւ իհարկե մենակ մենք դիմակայել չենք կարող, այստեղ է գաղտնիքը նաեւ։ Մեզ փորձում են սատելիտ ուժերը գցել մեկ ուղղության վրա, որովհետեւ հասկանում եմ, որ մեկ ուղղությունից կապվածությունը տանում է հենց նրան, որ մենք չկարողանանք դիմակայել։ Իսկ բազմաբևեր քաղաքականությունը տանում է այն ուղղության, որ մենք կարողանանք դիմակայել։ Եվ ես գնահատում եմ բնականաբար այս գործընթացը միջև այս պահը շատ լավ եմ գնահատում։ Իհարկե արված չի բոլոր իմաստերով վերջացված չի աշխատանքը այնպես ինչպես որ պետք է մեր պետության կայունության համար, բայց արվում է շատ լավ ժամանակային առումով, ես այդպես եմ գնահատում։ Իսկ ինչպես ենք մենք պատկերացնում, դե բնականաբար պատկերացնում ենք նույն ձևաչափով եւ մի կարևոր նույն ձևաչափով, ինչ անում է արտաքին քաղաքականությունը, այս իշխանությունը, եւ մի կարևոր ընդգծում, որ այն ուժերը եւ նույն նաեւ Ռուսաստանը, տեսեք, իրենք են խոսում հարաբերությունների սրման մասին, ոչ թե Հայաստանը։ Իրենք են սրում, այսինքն երբ որ մենք ուզում ենք որպես անկախ պետություն մեր հարաբերությունները ճշգրտել, իրենք ասում են դա մեզ դուր չի գալիս։ Այսինքն ինչ է շարունակում Հայաստանի Հանրապետության հարաբերությունների ճշգրտումը, որը իրավաչափ է, եւ
ճիշտ է եւ համադրական իմաստով է ճիշտ եւ բոլոր առումներով եւ բարոյական իմաստով իրենք ասում են դա ճիշտ չէ իրենք են սրում եւ իրենց սատելիտ ուժերն են սրում Հայաստանի Հանրապետությունը իդեպ ուզում եմ մի բան հիշեցնել նաեւ նոր իշխանությունը երբ որ ընտրվեց Սիրիա ուղարկեց չէ Ռուսաստանի աջակցության համար զորախումբ այո զորախումբ ուղարկեց դրա մասին չեն խոսում եւ դա իդեպ եկեք ընդունենք որպես փաստ որ նաեւ միտված էր Եվրոպայի եւ որտեվ հակառակ ուժը նրանք էին չէ բայց մենք մեր դաշնակցային պարտականությունները կատարեցինք բայց ելի նրանք գոհ չէին Հետո իրենք ստիպեցին իրենց Արցախի մասով վերաբերմունքը մեր սահմանների չճանաչելու հարցը առաջ եկավ այդ պայմանագրերը չաշխատեցին որ ունենք Ռուսաստանի Հայաստանի միջև կամ ինձ հետ պետք է լինես կամ ես քեզ խանգարելու եմ կամ ես կտրելու եմ բոլոր իմ կապերը քեզ հետ այո նորմալ է եւ դա քեզ կբերի ուժ այ եկեք հասկանանք այդ սպառնալիքը որն է կապերը կկտրեմ չէ ձեր բիզնեսը դուրը կփակեմ ուր է բերելու իրենց Նախ դուք մտածեք, ես մտածելու բան չունեմ, ես փակելու եմ։ Մենք ավելի լավ ենք պատկերացնում մեր ճանապարհը, քան Ռուսաստանը։ Որովհետև եթե մենք մեկնաբանենք թե ինչ են իրենք պատկերացնում, դա գուբերնիան է։ Նրանք մեզ այդպեսին են դիտարկում։ Դա իրենց խնդիրն է, մենք էլ մեզ դիտարկում ենք Հայաստանի անկախ հանրապետություն, մենք մեզ դիտարկում ենք, որ մենք ունենք այլ պետություններ, ում հետ կարելի է հարաբերվել եւ հարաբերվում ենք, եւ մենք այսօր այդ հարաբերությունների ֆոնին շահել ենք շատ կարևոր դիրքեր, շատ լավ դիրքերում են գտնվում, դրա համար իրենք անհանգստանում են։ Օրինակ Ամերիկայի հետ այս վերջին համաձայնագրերը, տեսեք ինչ գիտատեխնիկական, ներուժ է բերում Հայաստան արտադրությունը, այդ չիպերի եւ այլն, որը 5 երկիր է արտադրելու։ Եվ այս չիպերի մասին օրինակ Ռուսաստանը երազում է։ Այսինքն մենք վարում ենք այնպիսի քաղաքականություն, որից իրենք անհանգիստ են։ Հիմա եթե մեզ թվում է թե օրինակ քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը գա իշխանության կամ այս իշխանությունը մնա կամ մեկ այլ ուժ գա, ինքը կարողանա լեզու գտնել Ռուսի հետ, ես գտնում եմ, որ այն քաղաքականությունը, որ Կրեմլն է վարում, եւ այն դիրքորոշումը, որ Կրեմլը ունի, դուք չեք կարող լեզու գտնել ուղակի գնալ եւ ասել գիտեք արեք այսպես հարաբերվենք որ այսպես լինի որտեվ իրենք այո իհարկե որովհետեւ իրենք ասում են դուք շատ ճիշտ ասեցիք իրանք մեզ դիտարկում են որպես գուբերնիա հետեւաբար դրանք դիտարկում են մեզ որպես գուբերնիա կասեք այդ քաղաքական որ ուժի գեղեցիկ կերպարի կամ գեղեցիկ աչքերի համար Ռուսաստանը պետք է փոխի քաղաքական դիրքորոշումը։ Մենք պետք է մեր կշիռը բարձրացնենք եւ բարձրացնում ենք։ Եվ մի քանի անգամ կրկնվեցի, ելի պետք է կրկնվեմ եւ այդ կշիռի բարձրացնում, այո, անհանգստացնում է Ռուսաստանը։ Բարձրանալն է անհանգստացնում։ Այո, այսինքն դուք համարում եք, որ մենք կամած մեր կշիռը բարձրացնում ենք։ Միանշանակ է։ Ահա, ինչու եք տեսնում կշիռի բարձրացումը։ Օրինակ մեկ օրինակ բերեք։ Կարող եք ասել, որ օրինակ թրիփի ներկայությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի շահերի ինչ որ կետում համընկնելուն գալը դա արդեն կշիռի բարձրացում է։ Օրինակ, ես դա պարզապես օրինակներից մեկը բերեցի։ Կարող եք Ալբանանն է, կարող եք դա նշել, չգիտեմ, որն եք համարում կշիռի բարձրացման գոնե մեկ օրինակ կամ ցուցանիշ։ Այո, ինչպես նշեցիք թրիպը, որը տնտեսական մեծ հնարավորությունները եւ քաղաքական մեծ հնարավորությունները մեզ ընձեռնում Nvidia-ի չիպերը, որը ինչպես նշեցի շատ լուրջ տեխնոլոգիական հայ-ամերիկյան այդ ամբողջ փաթեթը դուք տեսնում եք։ Այո, ես տեսնում եմ որպես երաշխիքը դա է, եթե երաշխիք ենք ուզում, ոչ թե A4 ֆորմատի վրա գրված խոստովանությունը, այլ երաշխիքը հենց դա է, հողի վրա գործնականում այդպիսի գործողություններ եւ իրականացնելը, որ այդ ներուժը գալիս է Հայաստանի Հանրապետություն։ Սա իհարկե անվտանգություն է, չէ՞, մեզ բերում։ Սա է մեր։ Իսկ պատկերացրեք, օրինակ Ռուսաստանի Դաշնության կողմ դեպի այդ կողմը ձգվող ուժերին մի բան ունեմ, մի հարց ունեմ տալու։ Եթե դա է մեր հենարանը, այլ ոչ թե դիվերսիֆիկացված հարաբերությունները եւ այն ինչը որ մենք ունենք։ Ռուսաստանը Թուրքիայի հետ ունի եղբայրական պայմանագիր։ Թղթի վրա գրված, որը երկարացրեցին։ Եղբայրական պայմանագրի բովանդակությունը Հայաստանի հայկական հողերն է եւ հայ ժողովրդի արյունն է։ Գնացեք դե հարաբերվեք։ Սա եք ուզում։ Իսկ մենք հարաբերվում ենք աշխարհի հետ, գիտության հետ, տեխնոլոգիաների հետ։ Բացվում ենք մենք։
Իրանի պատերազմի հետ կապված շատերը սկսել են նորից անհանգստություն արտահայտել, ընդ որում ոչ միայն Հայաստանում, նաև Ադրբեջանում են այդ հարցը տալիս տրիպի ճակատագիրը այս իրավիճակում, ձեր կարծիքը։ Միջև տրիպի ճակատագիրը այդպես հասնելը, տեսեք Ամերիկայի եւ Իրանի այս պատերազմի բովանդակությունը։ Ամերիկան մեզ հայտնի է որպես հզոր պետություն եւ նրանում կասկած անգամ չի կարող լինել։ Ամերիկան ունի քաղաքականություն, որը սկզբից դիվանագիտական ճանապարհներով փորձում է հարցը կարգավորել, եթե չեն լսում, սկսում է պատերազմել։ Այս գործողությունը պարզապես ճնշում է Իրանի վրա, որպեսզի Իրանը գնա Իրանը գնա Ամերիկայի հետ հարաբերությունների այնպիսի փուլ, որ ինչ որ չափով մերձենա, որովհետև Իրանը իրեն շատ սահմանափակ է պահում Ամերիկայի հետ հարաբերությունների ֆոնին։ Այնտեղ կա հարաբերությունների ճշգրտում իհարկե, եւ այդ ճշգրտման հարցն է գնում։ Երբ որ ասում են օրինակ, տեսեք, իսլամական այդ իշխանությանը են ուզում փոխել, չփոխեցին եւ այլն, դե կներեք էլի, եթե ուզեն իհարկե կփոխեն։ Եկեք օբյեկտիվ գտնվենք եւ իրատեսորեն նայենք այդ հարցին։ Ամերիկան ուղիղ հարվածով վերացրեց գլխավոր ուրեմն այաթոլային վերացրեց ընտանիքով, հա, գեներալների վերացրեցին եւ այլն, բայց տեսեք Ամերիկան ամեն դեպքում ինչ քաղաքականություն է վարում, ճնշում է, որպեսզի իրականում ոչ թե իշխանությունը փոխելու, այլ նույն այդ իշխանությունը կարող է մնալ, բայց գալ այն դաշտ, որտեղ Ամերիկայի հետ կհարաբերվի, այնպես ինչպես որ Ամերիկային է ձեռ տալիս տարածաշրջանում։ Սա տրիպի իհարկե նաև տրիպի հետ կապված է միանշանակ այս հարցը, բայց Ամերիկան հենց այդ տրիպի հարցները լուծում այս ձևաչափով, որովհետև Ամերիկայի եւ Իրանի միջև հարաբերությունը պետք է ճշգրտվեն, ինչը Ամերիկան անում է, սա է ամբողջ հարցը։ Եվ այս պատերազմը այնպես չի, որ խաթարեց տրիպի ուղին, սա ճշգրտում է, մտցնում, որպեսզի երկարատև տարածաշրջանը աշխատի։ Փորձում ենք վերջին, այսպես հարցը ձևավորել եւ ձևակերպել։ Նորից գալիս ենք ամենասկիզբ, ձեր կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, որ ինչ անի Հայաստանում, դուք ասում եք նորից առաջին հարցը մենք այս խորհրդարանին, Հայաստանի խորհրդարանին պետք ենք, ժողովուրդ ջան, մենք ձեզ պետք ենք։ Մենք գալիս ենք իրական ընդդիմության ինստիտուտը բերելու խորհրդարանին, մենք մերժում ենք այնպիսի ռևանշիստ ուժերին, որոնց բնութագրում եմ ես հետևյալ կերպ. ողջ են որպես ստրուկ, մեռած որպես հայ։ Մենք գալիս ենք ընդդիմանալու հանուն Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի, եթե ընդդիմություն, ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Եթե որպես իշխանություն, ելի նույն ձև, ընդդիմանալու ենք հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի, ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդի, որովհետեւ մեր անկախությունը բացարձակ արժեք է։ Իսկ անկախությունը դա խոսքեր չեն։ Դրանք մենք պետք է ամրագրենք մեր տնտեսական ներուժը բարձրացնելով, մեր ռազմական ներուժը բարձրացնելով, մեր գիտական ներուժը բարձրացնելով եւ լինել պետություն, ով համակարգելու է այդ ամբողջը, ինչպես համակարգում են տաղանդավոր մարդիկ, օրինակ տարբեր համաշխարհային խոշոր ձեռնարկատերերը վերցնենք, որոնցից մենք օգտվում ենք։ Apple, Steve Jobs-ը ինչ էր, համակարգում է, կներեք, ով էր, համակարգում էր գիտնականներին, տալիս էր առաջադրանք եւ ասում էր պետք է անեք։ Եվ եղել է դեպք, որ ասել են այս գյուտը չենք կարող, ասել է դե փակվում ենք, գնում ենք տներով։ Բայց գիտնականները հասկացել են, որ կամ պետք է գյուտը հնարեն, կամ պետք է գնան իրենց տներով։ Եվ հնարել են գյուտը։ Եվ այստեղ համակարգողի հարցը, մենեջմենտի հարցը շատ կարևոր է։ Ինչը մենք վճռականորեն անելու ենք Հայաստանի Հանրապետության համար։ Շնորհակալ եմ այսօր։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, նաև ձեզ, որ մեզ հետ եք եւ լսում եք երիտասարդ քաղաքական գործիչ Արտյոմ Աբրոյանին, քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ։ Զրուցում եմ ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։